Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մեր թեման տյառն ընթരാճ կամ տրնդեզ, ինչպես նաեւ ինչ ուտելիք պատրաստել տյառն ընթരാճի օրվա կապակցությամբ։ Տյառն ընթരാճը կամ ինչպես ժողովրդական լեզվով ասում է տրնդեզը հայկական ամենասիրված եւ ջերմ տոներից է։ Այն խորհրդանշում է Քրիստոսին ընթരാճ գնալը եւ ձմռան հրաժեշտը։ Ահա այն ավանդական ուտեստների ցանկը, որոնք ընդունված է դնել տոնական սեղանին։ Փոխինձ կամ փոխինձով գնդիկներ։ Սա տոնի գլխավոր խորհրդանիշն է։ Բոված գարու կամ ցորենի ալյուրից պատրաստված այս քաղցրավենիքը համարվում է տրնդեզի այցեքարտը։ Ինչպես են պատրաստում։ Փոխինձը խառնում են դոշաբի կամ մեղրի հետ, ավելացնում են մի փոքր կարագ եւ ձևավորում փոքրիկ գնդիկներ։ Հաջորդը աղանձը։ Առանց աղանձի տրնդեզ պատկերացնել անհնար է։ Այն բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. բոված ցորեն եւ կանեփ, սրանք հիմնական բաղադրիչներն են, ընկուզեղեն, ավելացրեք չամիչ, ընկույզ, պնդուկ կամ նշի միջուկ։ Հիմա խորհուրդը։ Աղանձը սորաբալացնում են գեղեցիկ տոպրակների մեջ եւ բաժանում հյուրերին կամ երեխաներին խարույկի վրայով թրջելուց հետո։ Մյուսը՝ գաթա եւ հալվա։ Քանի որ տյառն ընթരാճը հաճախ համընկնում է մեծ պահքի նախաշեմին կամ հենց պահքի շրջանում կախված տարեթվից իհարկե, պատրաստում են կամ ավանդական կարագով գաթա կամ պահքային տարբերակը։ Գաթայի մեջ երբեմն մետաղադրամ են դնում, ում բաժին հասնի այդ տարի նրան հաջողություն կուղեկցի։ Հացահատիկային ուտեստներ։ Տոնական սեղանին ընդունված է ունենալ նաև տարբեր հատիկներից պատրաստված ճաշատեսակներ։ Քաշիկա, սա հարիսայի տեսակ է, այն պատրաստվում է առանց խառնելու, ինչ խորհրդանշում է գալիք տարվա խաղաղությունը։ Խաշիլ, փոխինձով եւ յուղով պատրաստվող սիրված ուտեստ։ Իսկ ինչ գիտեք, ինչ են խորհրդանշում աղանձը, փոխինձը եւ չրերը, մրգերը։ Աղանձը համարվում է առատության եւ բերքատվության խորհրդանիշ, փոխինձը կյանքի քաղցրություն, չրերը, ընկուզեղենը բնության զարթոնք։ Քանի որ տյառն ընթരാճը հատկապես նորապսակների տոնն է, ընդունված է նաև մատուցել մեղր եւ քաղցրավենիք, որպեսզի նրանց կյանքը միշտ քաղցր լինի։ Առաջարկում եմ ամենաավանդական երկու քաղցրավենիքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև հեշտ են պատրաստվում։ Փոխինձով գնդիկներ առանց թխելու։ Սա հրաշալի տարբերակ է, եթե ուզում եք արագ եւ սննդարար աղանդեր ունենալ։ Բաղադրիչները փոխինձի։ Փոխինձ, բոված ցորենի ալյուր, 2 բաժակ, կարագ, փափկեցրած 100 գրամ, մեղր կամ դոշաբ, կես բաժակից 1 բաժակ, ըստ քաղցրության նախասիրության, ընկույզ մանրացված, կես բաժակ, համեմունքներից մի պտղունց դարչին կամ հիլ ըստ ցանկության։ Հիմա պատրաստման ընթացքը։ Փոխինձը լցրեք ամանի մեջ, ավելացրեք փափկեցրած կարագը եւ տրորեք ձեռքերով։ Ավելացրեք մեղրը կամ դոշաբը եւ մանրացված ընկույզը։ Լավ հունցեք, մինչև ստացվի պինդ, բայց ձևավորվող զանգված։ Ձեռքերով պատրաստեք փոքրիկ գնդիկներ։ Գեղեցկության համար գնդիկները կարող եք թաթախել քնջութի, կոկոսի քերուկի կամ հենց փոխինձի մեջ։ Մյուսը ավանդական աղանձ։ Աղանձը պետք է լինի խրթ-խրթան եւ անուշահոտ։ Ինչպես ենք պատրաստում եւ բաղադրիչները։ Ցորեն 1 բաժակ, կանեփի սերմեր կես բաժակ, չամիչ կես բաժակ, ընկույզ կամ նշի միջուկ կես բաժակ եւ 1 պտղունց աղ։ Պատրաստման ընթացքը։ Ինչպես բովել ցորենը։ Թավան լավ տաքացրեք։ Ցորենը լվացեք, չորացրեք եւ լցրեք թավայի մեջ։ Բովեք միջին կրակի վրա անընդհատ խառնելով, մինչև այն դառնա ոսկեգույն եւ սկսի ճտճտալ։ Կանեփի բովումը հիմա։ Կանեփը բովեք առանձին, այն ավելի արագ է պատրաստվում։ Հենց զգաք յուրահատուկ բույրը եւ սերմերը կսկսեն թրջկոտել թավայի մեջ, ուրեմն պատրաստ է։ Մեծ ամանի մեջ խառնեք բոված ցորենը, կանեփը, չամիչն ու ընկուզեղենը։
Որոշ տանտիկիներ բովելու ընթացքում ցորենի վրա մի քիչ աղաջուր են ցողում, որպեսզի այն ավելի համեղ դառնա։ Իսկ հին ժամանակներում աղանձը լցնում էին նորապսակների գլխին որպես առատության խորհրդանիշ։ Անցնենք տրնդեզի ամենատաք և սննդարար ուտեստին՝ խաշիլին։ Սա այն ճաշատեսակն է, որը կատարյալ է ձմեռային ցուրտ օրերին և հենց տոնի առավոտյան պատրաստելու համար։ Ավանդական խաշիլ հիմա։ Խաշիլի հիմնական բաղադրիչը բովաձավարի ալյուրն է, այսինքն փոխինձը կամ մանր ձավարը, փոխինձ չունենալու դեպքում։ Փոխինձ կամ մանր ձավար 1,5 բաժակ, ջուր 3-ից 4 բաժակ, աղ ըստ ճաշակի։ Մատուցման համար յուղ կամ կարագ և չորաթան կամ մածուն սխտորով։ Պատրաստման ընթացքը։ Ինչպես ենք եփում։ Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում ենք աղը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ավելացնում ենք ալյուրը, կրակը թուլացնում ենք կամաց և անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան, լցնում ենք փոխինձը ջրի մեջ։ Շարունակում ենք խառնել փայտի գդալով, մինչև զանգվածը թանձրանա և դառնա միասեռ շիլա։ Կրակը պահեք շատ ցածր և թողեք մի քանի րոպե հասունանա, փքվի։ Սա ամենակարևոր մասն է՝ մատուցումը։ Խաշիլը լցրեք խոր ամանի մեջ, կենտրոնում գդալով փոսիկ արեք։ Փոսիկի մեջ դրեք մի կտոր լավ կարագ կամ հալեցրած յուղ և շուրջ բոլորը լցրեք տաքացրած չորաթանը կամ սխտորով մածունը։ Ինչպես ուտել։ Խաշիլն ուտում են եզրերից, գդալով, վերցնելով մի քիչ շիլա, թաթախելով կենտրոնի յուղի ու մածունի մեջ։ Փոխինձով շիլա։ Քաղցր տարբերակը։ Եթե նախընտրում եք խաշիլի քաղցր տարբերակը, ապա սխտոր մածնի փոխարեն օգտագործեք հետևյալը. կենտրոնի փոսիկի մեջ լցրեք մեղր կամ դոշաբ, ավելացրեք շատ կարագ, վրան ցանեք մանրացրած ընկույզ։ Քանի որ տոնի խորհրդանիշը կրակն է, շատ ընտանիքներում ընդունված է թեյի սեղանին դնել նաև նարինջ, որն իր գույնով և ձևով հիշեցնում է արևը և կրակը։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք ցտեսություն։